Հեսա վերջը սարքեցին, բնակիչներն ասում էին 3 տարի է դիմել էինք, ուր ասես ասում են չենք դիմել, էլ հեց, էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան մեկը մեկի վրա էր գցում ու այստեղի լարերը լրիվ վտանգ էր ներկայացնում, հիսախ կարգավորեցին, դիմել էինք Հայաստան էլեկտրական ցանցեր, բնակիչների խնդրանքը ու մի օրում Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով եկան այս վտանգը վերացրեցին, սարքեցին, իմ տեղեկություններով նաև նկատողություն են ստացել 2 աշխատակից, եթե չեմ սխալվում, տեղամասի պետը ու ինժեներներ թե ով էր, քանի որ 3 տարի մարդկանց բնակիչների խնդրանք նամակները թողել էին անպատասխան, գրել էին, թե դա մեր գործը չի, մեկը մեկի վրա էր գցում։ Հիմա լրիվ անվտանգ է, իսա կասեն հեցի գովքն անում, բա 3 տարի այս լարերը վտանգ էր բնակիչների համար, իսկ վերջին տարիներին քանի դեպք ա եղել էլեկտրահարման, մարդիկ են մահացել, գյուղերում էլեկտրալարերի փնթի աշխատանքի արդյունքում բնակիչները անասուններ, խոշոր եղջերավոր անասուններ, գառներ են կորցրել իրենց ապրուստի միջոցը։ Սասունցի Դավիթ 70 կոտրակ 1 շենք։ Նոյեմբերի 8-ն է, 3 Շամշամքոմում ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել և Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ 70 կոտրակ 1 շենքի բնակիչների խնդրանք պահանջն ենք փոխանցել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, քանի որ տեսնում եք հիմա ամբողջությամբ խնդիրը վերացվել է, վտանգը վերացվել է, այս էլեկտրոհաշվիչների տակ ամբողջությամբ բաց էլեկտրալարեր են ու բնակիչները նշել են, որ 3 ամիս նամակներ են գրել Հայաստանի էլեկտրական ցանցերին, Երևանի քաղաքապետարանին, Էրեբունու թաղապետարանին, սակայն 3 կառույցներն էլ ոչինչ չէին արել, հետևողական չէին եղել, մեկը մեկի վրա էր գցել։ Նա ասել էր իմ տիրույթում չի, նա ասել էր իմ տիրույթում չի, մի խոսքով
խնդիրը չէր կարգավորվում եւ ահավոր վտանգավոր վիճակ էր, քանի որ վերջին ժամանակներում նամանավանդ հանրապետությունում Երևանում մարզերում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ քաղաքացիներ են էլեկտրահարվել հեծի փնթի աշխատանքի արդյունքում, եղել են գյուղերում, որ քաղաքացիների անասունները, խոշոր եղերավոր անասունները, գառները, խոզերը հոսանքահարվել են եւ սատկել։ Եվ երեկվա հրապարակումից հետո Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերության ժամանակավոր կառավարիչի Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 3 ժամվա ընթացքում խնդիրը կարգավորվեց։ Հետաքրքիր է, 3 տարի չէր լուծում, 3 ժամում լուծվեց։ Հիմա կասեն հեծի գովքն է սանում, այո, լավ եմ անում, մի փորձեք, միայն երբ որ վատ նյութեր են գրում, վատ չէ, քննադատական նյութեր են գրում, որ այս խնդիրը կա բան, այդ վաղ ուրախանում եք, ասում եք լավ է, բայց երբ խնդիրը հաշված օրերի, ինչու՞ չէ նաև ժամերի ընթացքում կարգավորվում է, սկսում եք հիմար մեկնաբանություններ գրել, թե իշխանությունների կամ ես չգիտեմ ում գովքն են կանում, ոչ ոք գովքը չեն կանում, փաստերն ենք ներկայացնում, ու դրա ապացույցը ահա Երևանի վարչական շրջանի 70 կոտրակ 1 շենքի այս երկրորդ հարկի այս հատվածն էր, որտեղ էլեկտրալ լարերը բաց, իսկ այս մուտքում երեխաներ կան, իսկ երեխան չի հասկանում, որ այդ լարը իրենից վտանգ կարող է ներկայացնի, երջանիկ պատահականություն է, որ ոչ մի անգամ այդ դեպքեր տեղի չեն ունեցել այս մուտքում։ Պրծակել ես լարերից։ Պրծանք։ Հա, Արդեն գետնի տակով անցնում։ հա, կարող է կամ բաց է, չեք հիշում ինչ վիճակ է։